Մարդը պետք է ամեն ինչ անել իմանա, կապ չունի ապրում եմ հայրաքաղաքում, գյուղում։ Մտածներն են։ Սոնիկի գործի վրա ես, հա։ Ճիշտ եմ անում, Դավիթ, չէ։ Չէ։ Ես ինչ հա։ Չքնաղ լորի։ Այստեղ դպրոցում անկապարտեզա չէ կառուցվում։ Կարող է իմանաք որտեղ է։ Սենց գնամ ստեղ, շնորհակալություն։ Ճիշտ եմ գնում։ Հեսա դպրոցը երևի ու մանկապարտեզը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Շատ լավ, աշխատանքային։ Շատ լավ է, շատ ուրախ եմ ձեզ տեսա։ Շատ ուրախ ենք, որ ձեզ տեսանք։ Տեղյակ եք, չէ՞ որ գալու եմ ձեզ խանգարեմ։ Ոչ, չեք խանգարում, օգնում եք։ Մենք մեր բնականոն աշխատանքի մեջ ենք, դուք էլ ինձ թվում է կօգնեք չեք խանգարի։ Քանի ժամ աշխատում եք արդեն։ Առավոտ 9-ից աշխատանք սկսում է 1-ից 2-ը պերերից, 2-ից մինչև 6։ Փաստորեն արդեն 3 ժամ է աշխատում։ Արդեն 3 ժամ է աշխատում ենք, ժամ 9-ից մեր աշխատանքը սկսում է։ Ուշացել եմ։ Իդ փոքր։ Սիրելի հեռուստադիտող, ես հիմա գտնվում եմ Լոռու մարզի Լորուտ գյուղում, այստեղ կառուցվում է նոր դպրոց, նոր մանկապարտեզ, եկել եմ միանալու շինարարներին, անցնելու մեր այսօրվա կարևոր գործին։ Այստեղից եք սկսում աշխատանքները։ Այս պահին ըստեղ եկեք, այստեղից ենք սկսում։ Հողաքանդման աշխատանք։ Բանվորները այս պահին փոսալոշման, շեբենային շերտի փրման աշխատանքներով են զբաղված, ու տարբեր պրոֆիլներով աշխատանքներ կան շենքի դրսում, ներսում։ Ինձ որտեղ եք ավելի շատ տեսնում, որտեղ շինարարականի ձգտումները եւ հմտությունները կբացահայտվի ձեզ։ Ըստ թվում է բանվորական աշխատանքներ ված չլինի։ Ես տենց էլ գիտեի։ Հա։ Նեֆտի հարդարման աշխատանքներ։ Ամեն ինչին կուզեմ մասնակցենք մի քիչ։ Վահս վերցնեմ, անցնեմ գործի։ Այո։ Բարև ձեզ։ Ասում։ Դուք հանգստացեք, սուրճ խմեք։ Ուրեմն շենքի 4 կողմը մենք պետք է այսպես հատկաց ունենանք։ Փորձում ենք հարթեցնել։ Հա, այս բնական շեբենով։ Սրանից հետո մենք այստեղ ավելի ենք հարթացնելու ծանոթ տեխնիկայով ու երկրորդ շերտը փռենք շեբենի, պատրաստ լինի, որ արդեն ասֆալտին հասնի եւ այլն։ Հիմա այդ աշխատանքներն ենք անում։ Փոսեր կար հենա, նայ այնտեղ սկսել են, գնանք այնտեղ իրանց հետ շարունակենք։ Եղավ, ձեռնոց էլ կտակ, չէ՞։ Անպայման, անգնա ձեռնոց բեր։ Էսա, դες սրանք արդեն նոր են։ Այս ամբողջ ցեխի վրա պետքա։ Այ սա լցրել ենք, անձրևները նորից բանայեց։ Այս հատվածը չկար, լցրեցինք։ Ուղղացնելով գնում ենք տարածքը։ Հիմա մենք տղեկին սենց օգնենք այս հողերը տրակտորը, որ հատվածը, որ մոտիկա պատին չի կարողանում, մենք ուղղացնում ենք։ Օրինակ, նայեք, սենց փոսեր առաջանում, մենք ուղղում ենք։ Եղանակային պայմանները բավականին բարդացնում է, չէ՞, այս գործը։ Ես այս 2 օրեր շատ անձրևներ եկավ, այսօր ոնց որ մեր բախտից մի քիչ նորմալ է եղանակը, աշխատելը նման։ Անձրևը խանգարեց, այսօր պետք է չորացնի, որ վաղը նորից սկսենք ներկել, տեսեք գույները։ Ներկելով գնում ենք կիսատը։ Այստեղ էլ խառն է, չէ՞, անսպասելի ու անկանխատեսելի է, չէ՞, լինում եղանակը։ Կարող օրվա կեսը արևելին մի անգամից անձրևը։ Խոնավ տեղ է, այլ էստեղ։
Հիմա այս դպրոցն է թե մանկապարտեզը, բարև ձեզ։ Այս արդեն դպրոցն է, այն Բա մանկապարտեզն ու։ մանկապարտեզը այն մեկն է։ Հա, իրար մոտ է, իրար տանիքով։ Հա, Հա, շովով իրանից առանձնանում։ Հրաշալի։ Սեսմիկ շով, Այս բարձրն է սպորտ դահլիճն է, հանդիսությունները սրա սպորտ դահլիճ։ Զորջան, տենմես այնքան խոնավ է։ Տեխնիկան գնաց նորից իջավ։ Տակը ջուր է։ Էլ չի գնալու, չէ։ Չէ, այս հարթացինք հիմա մենք լավ բահերով հարթացնում ենք վերջնական ու արդեն կչորանա, եղանակը լավ կլի կչորանա, այս չի բանան։ Շինարանի գործի ամենատհաճ, ամենադժվար մասը ո՞րն է։ Որ շինարար գալիս աշխատանքի ուզում աշխատի, բայց եղանակը խանգարում է։ Այ ամենատհաճը դա է։ Իսկ ինչ որ մի օր եղել է, որ շատ հոգնեք, Հիմնականում մտածեք գործը փոխելու մասին, չէ, չէ։ չէ, Բարդ որ եղած լինի շատ չէ, դժվար։ մեր շինար աշխատանքները, որ կատարում են մեր արհեստավորները եւ բանվորները շատ մեծ սիրով աշխատում Դուք շինղեկն եք։ Այո, Աշխեկն է, Ղեկավար Աշխեկը շինղեկը, չի։ ինք աշխեկն է, ես պատասխանատուն եմ։ շինղեկն է։ Մեր աշխատանքը սիրով ենք կատարում։ Նախ առաջինը հետևը դպրոցն է, մեր երեխեքի համար դպրոց մանկապարտեզ ենք կառուցում, ուրախությամբ ու սիրով ենք աշխատում։ Գյուղի ծահագին ընտանիքներ աշխատանք ունեն, իրանց տան դրան աշխատում են։ Իսկ տարբերություն կա ինչ եք կառուցում։ Դպրոցա թե օրինակ բնակելի շենք, թե ասենք Չէ, տարբերություն չկա, դա մեր աշխատանքն է, բայց դպրոց կառուցելուց ավելի է։ դպրոց անունը Այո, կա, ավելի երեխա ենք, բառը կա, դա արդեն ավելի շատ է ոգևորում ու ուրախացնում։ Իսկ դուք որտեղից եք։ Որտեղ եք ապրում։ Վանաձորում։ Բրիգադներ կան Սպիտակից, Լեննականից, Վանաձորից, Երևանից, Իսկ տարիքով ամենաերիտասարդը քանի տարեկան է հենց հիմա։ ամենաերիտասարդը իմ տղեն է 20 տարեկան։ 20 տարեկան շինարարության վրա է արդեն աշխատում։ Բանվորություն անի։ Հրաշալի։ Համ սովորում է, համ աշխատում է։ Հիմա քննությունը տալի գալի աշխատում։ Իր երեխայի համար դպրոցական։ Իսկ ճիշտ եմ, չէ՞ գործը անում։ Շատ, Հա։ շատ, ընտի։ Ես իմ բաճկոնով շոքեցի արդեն։ Հիմա բայց բավականին հարթ է ինձ թվում։ Հա, նորմալ։ Հա, հես։ Տրորենք ու անցնենք ասֆալտ։ Ամեն օր Բայց մինչև- աշխատում եք։ Ամեն օր։ Կիրակի օրերը հանգստանում ենք, բայց Կիրակի կա որ մենք մեր աշխատանքին նայելով տեսնում ենք որ պետք է աշխատանքի դուրս գալ աշխատում ենք։ Բայց լինում է չէ՞ նենց որ ձեր աշխատանքները ինչ որ մի փուլ ավարտել եք։ Հիմա ձեր Ասենք գնում մյուս ինչ որ բանի եք սպասում, չգիտեմ, սպասում եք չորանա կամ սպասում եք մի ուրիշ խումբ իրանց աշխատանքը կատարի։ Լինում է Այդ ժամանակ հանգստանում եք։ Չէ, չենք հանգստանում։ Չեք Աշխատանք այնքան կա։ Եթե ներսում աշխատանք կա, դրսում կա, դրսում չկա, ներսում կա։ Տերիտորիան մաքրել է, շինակ փավաքել է, տեղափոխել է, այդ ամեն ինչը կա։ Հիմա տերում ենք մեր տերիտորիան ինչքան է մաքուր։ Մեկը որ գա կասի սրանք շինարարություն չեն աշխատում, բա ուր է իրանց այս աղբը։ Հա, ծխախոտի մնացածն։ Դա չկա, բա ո՞ն, հետևը մենք աշխատում ենք։ Հրաշալի։ Իսկ տարբեր գյուղերից գալու են, Սա 4 գյուղ է համար։ Լորոտը գումարած 3 կողքի գյուղեր է։ բայց հարմար է այդ մարդկանց։ Դպրոցը իր տրանսպորտ ունենալու է, ամեն գյուղի համար մի հատ տրանսպորտ։ Անուն ինչի՞ է լորուտ։ Լորենիների անունով կոչվում է լորոտ, այսինքն շատ լորենիներ։ լորոտ։ Կողքի գյուղը Շամուտն է, Շամի ծառատեսակ է, դա դրա անունով է։ Վերջ, վերջ։ Այստեղ վերջ, կարելի է մի հատ սուրճին միջում անել, որ նորից ուշ հավաքենք, անցնենք Ոնց որ հաջորդ մտքերս աշխատանքներին։ կարդաս։ Դե արդեն Ժամանակն ազատ։ քիչ աշխատենք իրար, այդ արդեն ճանաչենք էլ իրար։ Հա, մի հատ սուրճ խմենք։ Հատ սուրճ խմենք ու անցնենք առաջ։ Բա, Սորժ ջան, դու ես բերում սուրճ։ Հա, Շնորհակալ եմ։ խնդրեմ, դե օգնականը չի բերում սուրճը։ Շատ մերսի։ Պարշենա մեր։ Կեյա լապատկ են բռնել ու ձերնել, զգում ես որ առաջի անգամ չէ՞ էլի։ Մեր բարբարով ասած սամթովա բռնում։ Այսինքն կարա։ Իմ մասին, հա։ Հա, ասմալը կար մաշկատի։ Այս հատվածը մարզադաշտ է կառուցվելու, Հասկացա։ այսինքն։ Մինչև այնտեղ։
Ցանկապատ։ Ֆուտբոլի դաշտա, բասկետբոլի վասկողի ալնելու, այս մեծ սպորտ հանդիսություններ սրանային պատուաններով մարզադահ։ Իխոսքով լավ բանի համար ենք չարչարվում։ Միանշանակ։ Իսկ ու ենք գնում։ Անցնենք ներսի աշխատանքներին։ Վահ պետք չի էլ։ Չէ, ընդեղ էլ ինչը պետք է այն կտանք։ Լավ։ Դոս ջան, այս մեր հանդիսությունների սրահն է։ Այստեղ ոնց հասկացա ներքին դարում Պատեր, ասենք նրան ներքին Էլեկտրականություն։ Էլեկտրականություն արդեն կա, մնում է պատերը գաջը կսվի, որ այստեղ գործ չունենք հիմա։ այս պահին չէ։ Մեջին ունենք։ Մեջին, այա, մեր հանդերձարանային շատեղ բան ենք արելու։ Ունենք։ Ինչ։ Այս դեր շետ, Հասկացա։ ցեմենտ բետոնի հարթեցնող շետ։ Սա այդ աշխատանքներն են կատարում, մայակը, վարպետը մայակը դնում է, որ ցեմենտ բետոնը իրան հավասար քաշվի, հարթեցի։ Դրսում հողն ենք հարթեցնում, ստեղ բետոնն ենք հարթեցնում։ Մայեկը որ ուղիղ լինի։ Որ ուղիղ լինի։ Հա, որ հատա Այստեղ, այստեղ նայեք, այստեղ էլ նույնը։ Այս աշխատանքներն, այստեղի բրիգադն էլ է անում։ Հարթուղին է, էլի մայակը հայ։ Ինքը պետք է հա, հարթում։ այդպես կարելի ասել։ Ասենք հիդրոիզոլացիան որ տակից խոնավություն չքաշի, հա։ Ու ինքը արդեն ասենք արվում է։ Հա, ասենք գործ։ Շլակա բետոն։ Այստեղ իրանք են անելու, Արդեն մենք շերտ։ չենք աշխատենք, գնանք մենք ներսում աշխատենք։ Այստեղ կատարում մայակների հետ արդեն բանի։ Տեղադրման աշխատանքները, որ պատրաստում են քսելու, էլի։ մոտենանք մեր մայակի վարպետներին։ Բարև, եղբայրս։ Բարև, սոս Դավիթ անունս։ Դավիթ ջան։ Գիբսոնիտի գործի վրա ես, հա։ Այո։ Այս որ ուղիղ լինի, հետո պատը, Հա, այս հարթության համար է, լազերով անում ենք, որ ուղիղ ստացվի, էլի։ հա, հասկացա։ Հավասարաչափ լինի ամեն ինչ։ Ինչով օգնեմ։ Ես էլ անեմ։ Ճիշտ կանեմ։ Անելով են սովորում։ Հա, Հա, այս արանքները սենց անպայման պետքա պա։ Սաղ լեցվի, որ բան չելի, ծուր չելի։ հա, որ ինքը պահի, հետո արդեն քանի տարի է այս գործի վրա ես 15, 21 տարեկանից բանակից հետո։ տան նորոգումները, շինարարական աշխատանքները միշտ դու ես արել։ Հա, ամեն ինչ։ Սիրում ես այս գործը։ Սիրելով տանես։ Այս արանքները պետք է լցնել։ Հա, անպայման, որ հավասար լինի, էլի։ Բայց ինչ ես հասկանում, էլի, հասկանում ես, որ գործը իսկապես կարևոր է, բայց նաև մարդիկ են կարևոր, որ թիմային աշխատանքը ավելի հաճելի է լինում, մարդկանց ներկայությունը ավելի ուժու եռանդ է տալիս ու տենց այդ կոլեկտիվային, թիմային աշխատանքը ավելի հավես է սարքում ընթացքը։ Վերևել ենք բարձրանալու։ Չէ, պետք չի, վերև արդեն վերջացրի։ Հա։ Ճիշտ եմ անում, Դավիթ ջան։ Չէ, Չէ։ նորմալ է, այնքան ես պետք անես, որ սապես պատին կապնես։ Պատի վրա աշխատես, մայակ ինչ։ Հասկացա, ես մտածում էի խնայեմ, էլի գիպս։ Չէ, պետք չի խնայել։ Շատ լավ։ Սոս ջան, գործը թող արի մեզ օգնել։ Կարևորը որ ինքը պատին սենց այսենց ամրանա, էլի, միտքը հասկացա, հա։ Շատ լավ։ Վերջ։ Հա։ Օխ, ինչ լավ էր գլխար կաղաքսեր, չէ։ Իսկ ես գործի ամենադժվար պահը որն է։ Ես։ Ամենակարևոր պահը էս։ Որ ուղիղ մնա։ Հա, որ ուղիղ։ Միշտ ուղիղ Հա, է։ պետք է ուշադիր։ Այս նենց լավ տղամարդու հավես գործ է, էլի։ Մանավանդ որ քո տանը դու ես նորոգումն անում, քո ձեռքով ես սարքում, ինչ որ մի բան էլ որ փչանում է, անսարքություն է լինում։ Ամենակարևոր գործն է, էլի։ Հա, դու ես անում էլ։ Всё, վեր, շավա։ Հաստատ։ Չասենք, հա։ Դա ինչ անենք։ Հանգստացի։ Նոր եմ հանգստացել։ Հիմա Սոս ինչն է։ ջան, հիմա գնում ենք սավաղը փորձենք։
Հասկացա։ Այդ են սովորացնենք էլի քեզ։ Այս գաջա։ 50 Ես նա փայ բանջի բանան, էլի։ Մենք կանա պայդի վրա էքսկոմենտում, արա։ Շատ հավեսա։ Իվագան բանել վերցեն եմ։ Ընտիր գործ։ Այդ ինչի համար է։ Ես քաշելու համար։ Կտաս ես անեմ, էլի։ Ճիշտ եմ անում։ Ճիշտ է։ Հետո սենց քաշելու ես, տոշա։ Բայց ճիշտ է, էլի։ Ես կողմը պայ մի քիչ ուշով քաշվես։ Արա, տոշա։ Մասով սենց, քիչ-քիչ։ Ուղիղ պատես։ Այս վրայինը ինչ անեմ, ափսոս չի։ Ես մի քիչ ասլ ես լավ չէ։ Մենոր աշխատող գարմա, Հա, եղենակ սովորել։ ապա ինչ կան։ Սովոր ավել է։ Ես չենք թողի գնա, մենալու աստեղ։ Բայց ամենամեծ հաճույքը ամենավերջում է, չէ՞ որ սա արդեն պատրաստի գիտես դու ես կառուցել դուրս ես։ Մենք շարունակ առա։ Գնաց։ Եղա։ Դավիթ ջան, շնորհակալություն ախպերես։ Բայց լավ չարեցի։ Չէ, լավ։ Հիմա այստեղ փաստորեն ջրատար խողովակներն ու կոյուղի Կոյուղին, հա, այդ աշխատանքներն է կատարում։ եւ օթափողություն։ Այսինքն խողովակների հետ կապված աշխատանքները հիմա բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարուտ ջան, սոսը մեր Հարուտ ջան, ես նոր աշխատողն է այսօր։ Եկել է այս աշխատանքները։ Օգնականներ օգնի, քեզ օգնական ենք բերել։ Հիմա դու բացատրի ինչ եք անելու։ Ես sense նայում եմ արդեն հասկանում եմ։ Միասին Այս խողովակները իրար եք։ Միացնում ենք, որպեսզի իջնի ապաստանը։ Իսկ գնում եք ջերոսման խողովակներն է, որը գնում եք ացի հետ։ Հենց մի քիչ բարձրացնենք։ Հենց այս Հիմա sense պետք է սեղմենք։ Միջև վերջ պետք է գա, այսը մոտավորապես աշկաչափով պետք է այսքան մտնի։ Դե շատ ուշ պետք չի տալու։ Հանգիստ հականալու է գնա։ Անկյունն է անհարմար։ Հա, մի քիչ այնտեղ հետա դրա համար։ Հա, հետա գնում։ Բայց միշտ էս հենց խողովակների հետ ես աշխատել։ Հա։ Ինչի հենց էս ընտրեց։ Վարպետը պապասա ինքն է ինձ սովորացրել, ես հետ եմ ընտրել։ Հասկացա, միշտ արել է փոքր վախտի գործը։ Լեգո հավաքել սիրել ես քո։ Նույն լեգոն է ուղղակի մեծերի։ Հա, անեմ արդեն։ Հա, լսա իր մեջ։ Ճիշտ եմ անում, հետո մի տեղ ջուր չթողի։ Չավի։ Հատակը սա խոնավ։ Դե վերջում ստուգում ենք ամբողջը։ Փորձարկում ենք, նոր մնում է արդեն բետոնի տակ։ Լավ արդեն։ Իսկ որ շինարարության մեջ չաշխատեիր։ Հարուտ ջան, Ինձ ուրիշ ոլորտում, որ ճիշտ ասեմ, չեմ պատկերացրել։ ուրիշ ոլորտ ոչ ոք չէի։ Ես տենց հանգիստ գործի մեջ ինչ չեմ պատկերացնում, ինչ շարժի մեջ եմ։ Դե գնացինք քանդելու։ Այստեղ վերջացրեցինք հաստատ։ Այմ այդ պետք է այստեղ քանդենք, որ այդ խողովակը միացնելու եք մյուս խողովակից գա, միացտեղ լվացանին, այստեղ դասատուի սենյակը լինում, ասի ֆիզիկայի կաբինետն է։ Հա։ Դասատուի սեղանին լինում է լվացարան։ Հա, հասկացա։ Այդ դրա ջուրն է գալու։ Մի քիչ երկար է պետք պահել ուղղակի վրա, որ ինքը քանդվի։ Ո՞վ պետք է այս ճանապարհը բացենք, որ Ճանապարհը բացենք, խողովակը որ գա սենց գնա այնտեղ։ պետք է գա սրան ամրան, հա։ Հա, բայց որ ասում եմ ամենահոգնեցնողը է սա։ Լավ տեսնող է։ Համաձայն եմ։ Չեն մնացած պայք են կամ ես մի քիչ հանգիստ է, ավելի շատ մտածելուց դες հոգնում ენი, քան ինչ-որ ֆիզիկապես էլի։ Այս բա ո՞նց եք իրար մեջ
Բաշխում։ Ամեն Ոնց մեկը անեք, որ սիշտոմի- ծանր գործը հավասարանեք, թեթև գործը Դե հավասարան։ ես ուզում եք մեկս հոգնելը փոխարինում ենք իրար էլի հերթով։ Ես արդեն հոգնեցի որ։ Հա, Այդ շուտ է, չէ՞ համար։ Չէ, շուտ չի։ Հիմա Հարութ ջան, խողովակը այնտեղից պետք է գա։ Պետք է գա։ Այս արդեն պետք է անցկացնենք, մենք այնտեղ արդեն հավաքել ենք։ Ստեղի բարձրացող խողովակը։ հասկացա։ Մեկը պետք է ստե բարձրանա, մյուսը գալու է խողովակը։ Իսկ առաջին անգամ որ հայրդ քեզ տարել է իր հետ աշխատելու, ասացիր առաջինը հայրս է տարել։ Այդ առաջին օրը հիշում ես։ Առաջի օրս որ ճիշտ ասեմ, չէ՞ որտեղ շատ փուճ ունեմ, եղել երևի եղել է 15-16 տարեկան ժամանակներ։ Առաջին անգամ Ես դասից որ գալիս էի տուն, ավելի շուտ ամեն ինչ անում եմ որ հետ գնայի գործի։ իսկ ինձ ինչ ոսկե կանոններ կար որ հորդ խորհրդով տենց միջև այսօր հիշում ես։ Ինքը միշտ ասել է որ չլինող անհնարին ոչինչ չկա, ժիլետներն էլ ինքը պատվիրը, տենց հետևը գրել է այդ նույն խոսքերը էլի։ Դու ես Իսկ մցնենք սենյակ։ Չէ, դու արի։ տեղի ստաց դու ինձ։ Այս արմատու ինչ տակից ես հասկացնում։ Բայց միշտ ուզեցել էի փորձել, որ տուն վերանորոգելու կամ ինչ-որ գործ ա եղել մեր տանը, ու որ գալիս էին մասնագետները, արհեստավորները գործանելու, միշտ ուզեցել եմ, բայց դե համել չեմ ուզեցել խանգարեմ, էլի։ Հիմա լավ առիթ էր։ Գաշի։ Իզերով ես այնպես բայ որ ինչ չթողվի դուքերուց։ Վերջ։ Ասա, Ջան, լավ։ շատ շնորհակալություն քեզ, որ Քեզ էլ շնորհակալություն։ ժամանակ տրամադրեցիր։ Լավ փորեցի, լավ կտրեցի, որես ինձ։ Գնանք տեսնենք ուրիշ տեղ ինչ կա։ Ընդմիջում նարեցիք, բայց ինչի չարեցի, ինձ գործի էիք դրել։ Բայց այս սարի, այս բլրակներն ինչ են Այս կան։ անկելի հանելու ենք, էլի այս Էլի բահերով։ Չէ, տրակտորով մինդակ դզում ա որ անընդհատ ես գնալու էլ միջև վերջ։ Այս ինչ հա։ Նիվիլերն է, դա թե չափել եք դա։ Մի հատ գնամ այնտեղից նայեմ, հասկանամ։ Պավելը դիդզի, Պավել։ Այս ինչ եմ արա, որ ճիշտ լինի, ուղիղ լինի, հարթ լինի։ Բոլոր աշխատանքները շինարարության մեջ ասեմ։ Արվում է սրանով։ Ստեղից նայում ես, խոսքի, Այս ձողի վրա։ հա, առաջ երթին մենք նայում ենք մեջտեղը, արդեն իր հարթության վրա է։ Հիմա 22։ Հա, հիմա առաջ ենք գնում այնտեղ։ Գնա առաջ։ Եթե բարձր ցածր է լինում, սա դզում է, էլի։ Հատեսնում եմ, որ արդեն ինքը ուղիղ կանգնի, էլի։ Հա, հիմա այս Պետք է թեքել։ Հա, այս սրանով սան։ Այս սլակը որ կա, փայտի ուղղության լինի, էլի։ Հիմա 22 չի 21 է։ 21 է, Այսինքն ամեն մի քիչ պետք է իջացնել Հա, մի այդտեղ, քիչ պետք է իջացվի, էլի։ Մենք բայերով թե Պավել այ մի փոքր իջացում դեր։ ինչ 22-ի ու 21-ի արանքի գիծն է։ Մի քիչ է խոնացվում, այդտեղ։ Լավ, գնամ խորացնեմ։ Հա։ Գնամ բահ վերցնեմ։ Արին դեր։ Սարո ջան, հետ իմ բահն է, Ոգնացել եմ։ Արի տեղ դրա, մի քանի տեղ դրա։ Ջուզ մայշնի։ Լավա։ Ինչ ենք անում, ուր ենք գնում։ Գնանք լույսը տեղափոխում ենք, երակցենք, որ միացումները տանք, տարածքի լուսավորությունը վերականգնենք։ Սվարկան երակցել։ Սվարկան երակցելն է, Սվարշիկը երակցողը։ սվարչիկը երակցողը։ Հիմա Իսկ արմատուրան ամրան։ ամրան, հիմա մեր սվարչիկը Այս ամրանը պետք է երակցել այս մետաղը։ Այո, մեր սվարչիկը ծանոթացի, մեր սվարչիկը Բարև ձեզ։ կբացատրի, ինչ եք անելու։ Մի հանի։ Ու այդ աշխատանքը միասին կատարենք։ Շատ լավ, այս հանեցի։ Այո, Շնորհակալություն։
Ունանջան նոր աշխատող ես ընդունում։ Դե, Աշխատեք։ Դες դցնելու ենք, էլի։ ես եմ սխմում, չէ՞։ Ցանկացած աշխատանք կատարում է։ Ունիվերսալ բան որ ենք ընդունել։ Մի բան այն չեմ անում։ Ընտիրա։ Լավն է։ Դցում է, էլի դու լսում կլսի։ Օխ, Հատ նայեմ ինչ եմ անում, լավ եմ անում։ Լավն է։ Ներքևից պահի, վերևի վրա հալի։ Վերջ, պինչի։ Լավ էլ է ստացվում, մի քիչ է վերևը, դու Սորջան, վերևի մասը, այ վերևի հատվածը։ Ինչ ասեմ, շատ հետաքրքիր, հավես, աշխատանքային օր։ չէ։ Ամեն աշխատանք իր հետ։ Քան բան է։ Ես վերադարձնեմ ձեզ։ Շնորհակալ ենք Սորջան։ Ես եմ շնորհակալ, ես։ Դպրոցի շինարարությունում դուք էլ ձեր լուման։ Ես դպրոց ոնց է լինի կգամ արդեն մի անգամ էլ երեխեքի աշակերտների հետ հանդիպման։ Երեխեք հետ որ գաս կասես իմ լուման էլ կայս դպրոցի կառուցման աշխատանքներում։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Դե անցնենք։ Հերվում ես տարերն են։ Շատ սիրուն է։ Այ մեր գյուղը խմելու ջուրը գալիս է այն ձյունի տակի սարերից։ Հա։ 15 կիլոմետր գալիս է գյուղ։ Սարո ջան, իսկ մի հարց։ Շինարարի գործունեության մեջ ո՞րն է այն ամենաբարձր կետը, որին ինքը միշտ ձգտում է դրան հասնել։ Կոնկրետ այս դեպքում դպրոցն ու մանկապարտեզ ավարտին հասցնելն է ու ամենաբարձր կետը նա է, որ արդեն սկսեն երեխաները հաճախել տվյալ կառույց ու շինարարի անվեհ ու զգացված զգա, որ այս մեծ գործը կատարել է ու ուրախանա իր արածով։ Եղավ, Սարո ջան, շատ շնորհակալություն ձեզ, ձեր արած աշխատանքի համար, ձեր Մենք ենք շնորհակալ։ Թե ինչ մենք էլ տեսանք, թե ինչպես շինարարի կարևոր գործը դառնում է պատմություն վերածվելով գեղեցիկ անվտանգ դպրոցի, որտեղ սովորելու են մեր երեխաները։